Գյումրիից ու Շիրակի մարզի գյուղական բնակավայրերից բազմաթիվ պատանիներ տարիներ շարունակ գեղագիտական ու արհեստագործական կրթություն են ստանում ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, որոնք գործում են նույն շենքում։ Այսինքն այստեղ ապահովում է կրթություն ստանալու շղթա, որի արդյունքում տալիս են արվեստի և արհեստի տարբեր ճյուղեր ներկայացնող շրջանավարտներ։ Այժմ կրթական այդ օղակին ավելանում է ևս մեկը, որն արդեն կրթությունից դեպի աշխատաշուկա կապն է ապահովում։ Այդ կապը ստեղծվում է նոր համագործակցության արդյունքում, որը վավերացվեց հուշագրի ստորագրումով Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի, ընտանիք բարեգործական հիմնադրամի, ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության միջև։ Համագործակցության հուշագրի մեկ օրինակը Պարկուճի մեջ տեղադրվեց նոր կառույցի հիմքում։ Կառույցը, որի հիմնարկեքն այսօր տրվեց, լինելու է արհեստանոցային մասնաճյուղ, որն էլ հենց ապահովելու է արհեստագործական ուսումնարանի շրջանավարտների կապը աշխատաշուկայի հետ։ Արվեստանոցները ծառայելու են ուսանողների, շրջանավարտների, Արցախից տեղահանված երիտասարդների վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների զարգացման, ձեռնարկատիրական գործունեության հիմնադրման փորձը իրենք ձեռք բերելով փորձ արվեստանոցների մեջ, որտեղ որ ապահոված կլինեն ամբողջական հյութատեխնիկական բազայով գործնական աշխատանքների կատարմանը, կարող է հիմք դառնալ հետագայում, եթե ցանկություն ունեն, իրենց սեփական բիզնեսները հիմնելու։ Այն նպատակները, որ ընտանիքն է դնում իր առջև եւ համայնքական կոնգրեսը ունի, նմանատիպ են։ Երբ առաջ քաշվեց արհեստանոց կառուցելու նախաձեռնություն, մենք արդեն իսկ մշակել էինք որոշակի նախնական ծրագիր, թե ինչպես պետք է Գյումրիում զարգ տանք արհեստագործական ձեռներեցությանը։ Ու այս քայլը ընդամենը առաջին քայլն է։ Ծրագրին, որը նախաձեռնել են ընտանիք բարեգործական հասարակական կազմակերպությունը ֆրանսիական Իով Ղդողյան կազմակերպության հետ, համահայկական կոնգրեսը ավելի ուշ է միացել։ Նրանց բոլորին միավորել է ընդհանուր նպատակը՝ Գյումրիում զարգացնել սոցիալական և արհեստագործական ձեռներեցությունը։ Երիտասարդները Հայաստանի ապագան են և շատ կարևոր է նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Ուրախ ենք, որ ընտանիքը ամեն ինչ անում է երիտասարդներին կրթելու համար։ Արհեստանոցների ծրագիրը կօգնի նրանց գտնել աշխատանք, իսկ աշխատանքը արժանապատիվ կյանքի երաշխիքն է։ Այս կրթարանի ձևավորմամբ ապագա սաները ուսանողները հնարավորություն կունենան կրթությունից աշխատանք անցումը շատ պարզ ու հասարակ իրականացնել եւ ոչ միայն աշխատանք, այլ նաեւ ունենալ ձեռնարկատիրական սեփական գործունեությունը, արհեստագործական ձեռներեցության զարգացման տրամաբանությամբ։ Թիվ 4 արհեստագործական ուսումնարանի շրջանավարտները եւ ոչ միայն նրանք կարող են ներկայացված լինել բիզնես կլաստերում, որը տեղակայվելու է համահայկական կոնգրեսի կառուցած ամերիկյան էկոավանում։ Բիզնես կլաստեր չի նշանակում միայն տարածք ունենալու հնարավորություն։ Այստեղ սկսնակ արհեստագործական ձեռներեցները կկարողանան ստանալ մարքեթինգային իրենց արտադրանքը բրենդավորելու, Սփյուռքում ներկայանալի լինելու հարցում աջակցություն։ Այս օջախի ու կառուցվելիք կենտրոնի բոլոր սաները ներկա հարաբերող դարաշրջանում, երբ որ աշխատանքը շատ լուրջ հարց է դառնում, հնարավորություն են ստանում նաև հետագայում մեր համահայկական կոնգրեսի հետ համագործակցությամբ, ամերիկյան էկոավանների, ամերիկյան թաղամասի հետ համագործակցությամբ կառուցելու իրենց սեփական բիզնեսները եւ զարգացնելու իրենց աշխատատեղերը։ Այսինքն, սա այն շեշտադրումն է, որ ընդամենը մեկ նախաձեռնությունից հետո դուք կարող եք վստահ լինել, որ լավ գրագետ ավարտելով այս ուսումնական հաստատությունը, դուք վաղը աշխատանքի, զբաղվածության եւ այլ հարց չեք ունենալու։ Արհեստանոցային մասնաճյուղից բացի կառուցվելու է նաև էկո-կացարան, սա կլուծի մարզի հեռավոր համայնքներից Գյումրի եկած թիվ 4 արհեստագործական ուսումնարանում սովորող ուսանողների կեցության հարցը։ Էկո-կացարանը դա կարևորություն էր, անհրաժեշտություն էր մեզ համար, քանի որ մարզի հեռավոր համայնքներից ուսանողներ ունենք եւ այն ծմռան ամիսներին, երբ որ ճանապարհները փակ է կամ որոշ համայնքներում տրանսպորտային միջոցներ չկան, դժվարություն է լինում ուսանողներին դասերին մասնակցելու եւ էկո-հանրակացարանը կարող է նաեւ այդ հարցը լուծել, ինչպես նաեւ այդ հանրակացարանի գոյությունը պայմանավորված է տարբեր երկրներից կամավոր
կադրավորների աշխատանքի ցանկություն հայտնելու հետ, որ նրանք շատ են ուզում մեր ուսանողների հետ աշխատել, իրենց եվրոպական փորձը փոխանցել ուսանողներին եւ այդ կացարանը նաեւ նմանատիպ ծրագրերի համար կծառայի։ Բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությանը միացել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Գործադիրի ներդրումը արտահայտվում է սրանով, որ արհեստանոցային մասնաշենքի եւ էկո-կացարանի շինարարությունը գնահատվել է որպես բարեգործական եւ այս աշխատանքները ազատվել են ավելացված արժեքի հարկից։ Լուսինա Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն